Ազատ ոճի ըմբշամարտը մեր շրջանում շատ զարգացած է, այս սպորտաձևում մենք ունենք շատ հաղթանակներ, տարբեր մրցումներից։ Նոյեմբերի 28-ից մինչև 30-ը Թբիլիսիում անցկացվեց ըմբշամարտի առաջնություն, որը նվիրված էր Վրաստանի հայտնի ըմբիշտ Լերի Խաբելովին։ Շնորհակալություն, որ ուշադրություն դարձրիք եւ բոլոր մեր շրջանի մարզասերներին ողջունում եմ առիթից օգտվելով, որովհետև տարվա վերջի մրցումները վերջացել են, սպասելիքներ շատ ունենք։ 28-ից 30-ը այսինքն 3 ենք մենք վերադարձել գիշերը մրցաշարից, որ նոր անցկացվել էր քաղաք Թբիլիսիում, Լերի Խաբելովի անվան մրցաշար էր։ Օլիմպիական խաղերի չեմպիոն, 5-ակի աշխարհի չեմպիոն, ազգային ժողովի պատգամավոր մեր հանրապետությանը այդ մրցաշարին մասնակցում էին մոտ 300 մարզիկ մեր հանրապետությունից եւ հարևան Ադրբեջանից ուժեղ թիմով էին ներկայացվել։ Ասեմ որ մեր ապագա մարզիկները, որոնք որ իրոք հույս ու գիման է մեր շրջանի լավ հանդես եկան, այդ ցուցանիշը մեզի բավարար եկավ որպես մարզիչ։ Մի երկրորդ տեղ գրավեցինք, Պողոսյան Հակոբը շատ փայլուն ելույթ ունեցավ, կարար նաև չեմպիոն դառնալ, մի քիչ վերիբումներ ունեցավ, ընթացքում սպորտ է։ Հույս կա մյուս մրցաշարում առաջ տեղարն է։ Նաև ասեմ, որ Հովհաննեսյան Նարիբեկը երկար ժամանակ մրցաշարներին չէր մասնակցել եւ լավ իրան ցուցաբերեց, ինքն էր կարար ֆինալելի եւ երրորդ տեղ նվաճեց։ Հայր Մարկարյան Ստեփանը ամենացածր քաշայինը փայլուն նաեւ ելույթ ունեցավ, որին հույսը ես չունեի, բայց ինքը արդարացուց։ Շատ հոյակապ, լավ հանդես եկան մեր երեխեքը։ Իրոք իրանց կրդնաճան աշխատանքով երևի շրջանի բոլորներ գիտեր շրջանում որ կանցան շուրջ տարին այդ սպորտաձևով կզբաղվի մեր առօրյան ազատ ոճի ըմբշամարտն է։ Ցկտերին որ միշտ մեր շրջանի անունը պատիվը այդ սպորտաձևի կողմից բարձր պահենք։ Նաև ուզեմ շնորհակալություն հայտնել ձեզանից, որ նման առիթները կուքակ եւ ժողովրդին ծանոթացնեք մեր ուրախացնեք ծնողներին։ Նաև ուզեմ շնորհակալություն հանձնել մեր սպորտի ղեկավարներից Կանգեոբայից այս սուր ժամանակները տարվա վերջ է, բոլորչանակ է, չէ, բայց կենա միջոց հայտայթեն ձեռնարկեն ու ճամփենգը նման խոշոր մրցաշարներ։ Հետագայում ունենք մյուս տարի մրցաշարներ, ցկտերին կողմ ավելի լավ ցուցանիշներ։ Բազմաթիվ մեդալներ ունեն երեխաները, տարբեր որակի, առաջի, երկրորդ, երրորդ, ու ասեմ որ մոտ 20-ի մոտ է։ Մոտ 20-ի մոտիկ է։ Սրանք չեն որ ասենք մենակ կան այնպեսի այսօր իրանք են բաները, այդ մեդալները բերել կան այնպեսի երեխաներ որ տուններ, բայց նախկինում մեդալներ բերել են մեզի։ Այս առաջնությանը մասնակցում էին մոտ 300 ըմբիշներ Վրաստանի տարբեր անկյուններից, ինչպես նաև հարևան Ադրբեջանից։ Իսկ Նինոց Մինդայից ներկայացել էին 14 ըմբիշներ Գանձագյուղից, ովքեր շրջան վերադարձան բրոնզե եւ արծաթե մեդալներով։ Շնորհակալական խոսքերս մեր շրջանի սպորտսմեններին, մեր շրջանի մարզիկներին եւ մարզիչներին։ Նրանք բազմիցս անգամ ապացուցել են իրենց ելույթներով մեր շրջանի փառքը, մեր շրջանի ուժը եւ մեր շրջանի եռանդը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին։ Նրանք պետք է նոր մտնեն սպորտային ասպարեզ, բարձունքների մեջ եւ նրանք պատրաստ են մտնեն բարձունքների մեջ։ Նաեւ ուզում եմ շնորհակալական խոսքերս հղեմ մեր շրջանի ղեկավարությանը, քանզի նրանք ոչ մի ջանք ու եռանդ չխնայեցին մեզ հատկացնելով համապատասխան գումար 2015 թվականին, որոնք նրանք ուզեցան նաեւ բարձրացնել մեր մարզիչների աշխատավարձը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր շրջանի մարզիչները ստանան համապատասխան գումար, այսինքն այս տարվանից ավելացնենք նրանց աշխատավարձները, որպեսզի նրանք եւս մեծ սիրով
զբաղվեն այդ մրցումներով, մարզիկներով, որպեսզի ունենանք մեծ հաջողություններ։ Նշեմ նաև, որ մեր շրջանի մարզադպրոցը արդեն բազմիցս անգամ ապացուցել է իր ուժը, ինչպես նաև եղավ ամառը տեղի ունեցած ֆուտզալի Սամսխետ Ջավախեթի մրցմանը, որ մեր սաները գրավեցին առաջի տեղը։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ մեր շրջանի դպրոցը մեծ անուն ու համբավ է վայելում Սամսխետ Ջավախեթի, ինչպես նաև ամբողջ Վրաստանի մասշտաբով։ Մրցումը շատ ուժեղ մրցում էր, այս մրցումը Լերի Խաբելովի անվան մրցում է, Լերի Խաբելովը եղել է օլիմպիական չեմպիոն, մեր մարզիկները մասնակցեցին 14, մեր թիմը մասնակցեց 14 մարզիկներով, ինչպես նշեցիք դուք արդեն, որ ունեցանք երրորդ տեղեր, դա շնորհիվ մեր հարգարժան մարզիչի, դա շնորհիվ մեր սաների, որոնք կարողացան նաև այդ մեծ մրցաշարին գրավել այսպիսի բարձրագույն տեղեր։ Կցանկանամ մեր մարզիկներին, որպեսզի նրանք չբավարարվեն այս մեդալներով, զբաղվեն ավելին, ջանք ու եռանդ չխնայեն, մասնակցեն բարձր մրցումների, ինչպես նաև աշխարհի, Եվրոպայի, երիտասարդների Եվրոպայի, աշխարհի, ինչու՞ չէ նաև օլիմպիական խաղերի։ Ինչպես նշեց մարզիկ Նարիբեկ Հովհաննիսյանը, այս անցկացված մրցմանը նա վերադարձել է բրոնզե մեդալով ու հաջորդ մրցումներին նրա նպատակը մեկն է՝ շրջան վերադառնալ միայն հաղթանակով ու ոսկե մեդալով։ Մենք մասնակցել ենք Թբիլիսիում կայացված Խաբելովի մրցմանը, այն ռահակին դժվար էր, որովհետև այնտեղ կային մոտ 300 մարզիկներ, Ադրբեջանից էլ կային, նաև Բաքուից, եւ այդպես էլ հեշտ չէր։ Այդ ես մասնակցել եմ, ես շուտ բռնել եմ միայն վրաց ընկերներիս հետ եւ ես բարձր էր, որ բոլորն ուզում են չեմպիոն դառնալ եւ մենք էլ երրորդ տեղ գրավեցինք։ Դրա համար պետք է ես ավելի լավ լուրջ պարապեմ եւ հուսով ենք ավելի լավ տեղեր կգրավենք։ Այս տարի մեր ըմբիշները մասնակցել են 10-ից ավելի ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մրցումների եւ գրեթե ամեն անգամ վերադարձել են մրցանակներով, եթե ոչ առաջատար տեղերով, ապա երկրորդ-երրորդ տեղերում։ Ցանկանանք, որ մեր ըմբիշները հաջորդ տարի ունենան ել ավելի շատ հաղթանակներ։